Սինա թափեք։ Ձեզ եմ ասում։ Buraya Canes! Mira bu! Buraya David! David? David! Çorba David! Ha! David! Gerdan! Gerdan! Müşerref! Müşerref! Cında! Cında! Երազ ես տեսել։ Էլիս ասունցի դավթի մասին։ Դե լավ աշխատանքից ուշանում եմ հետոք պատմես, հա։ Դավիթ! Դավիթ! Հա, ինչ է։ Գալիս եմ։ Երեխեք, հելա մի ջրից դուրս եկեք շուտ, չեք տեսնում պղտորում եք։ Ախր խալի ենք Շուտ! անում, ձեզ հետ չենք, վայ, ես ինչ երեխեք եմ։ Վարդան, ինչ կանեիր, որ շատ ուժեղ լինեիր։ Շատ ուժեղ։ Շատ։ Արմենին լավ կծեծեի։ Հենց այդքան բան, ամեն օր կծեծեի, մինչև որ խելքը գլուխը մտներ։ Բա հետո, ինչ ես կպել է, լավ մի ասա դու ինչ կանեիր։ Ես խեղճերին ու թույլերին կպաշտպանեի։ Որտե՞ց ես այդ խեղճերին ու թույլերին ճարելը։ Դե կամ էլ հերոսություն կանեի։ Հերոսություն։ Հերոսությունը կարի ժամանակ են անում։ Պարավել եմ, եղածը մի խալիա, են էլ չեմ կարողանում լվանամ է։ Գոհար մայրիկ, դու նստի հանգստացի, ես հիմա իմը պարզաջրեմ, հետո էդ քոնը կլվամ։ Յա, արուս, հլա մի մտիկ, թե Սիմոնի ծառը ինչ տանձերա բռնե, իսկ իմը չորացավ, այ հողը գլխիդ գոհար։ Ախր նույն ծառնա, նույն հողում է տնգացա, չէ, բայց իմը չորանում ա, հոն չեմ հասկանում։
Գոհար մայրիկ, բա Սիմոնը քեզ իր տանձից բաժին չի հանում։ Աղջի, նա իսկ իր երեխեքին չի տալիս, ինձ կտա, ծախծախում է բազար։ Յա։ Հրեք պատրաստված է։ Թողեր, ավազակներ, սրիակերներ, ժողովրդական բարիկի հապստակիչներ։ Վարդան, գիտես ինչ, արի Սիմոնի տանձը քաղենք ու բաժանենք նրանց, ով որ տանձի ծառ չունի։ Երբ քաղենք, հենց այս գիշեր։ Են կակցի մրթոշն է գալիս։ Բարև ձեզ տղաներ։ Բարև։ Լողանում եք։ Չէ, քեզ էինք սպասում։ Ինձ։ Մենք երետ վիճում էինք։ Դավիթն ասում է, թե երկիրը տափակ է։ Ես էլ ասում եմ, այնքան էլ չէ։ Հիմա մեզանից ով է ճիշտ։ Ապուշ։ Ինչ։ Ոչինչ։ Ինչ է սրա նրան անուն կպցնում։ Քեզ եմ կպցնում որ։ Գիտես ինչ, Սասունցի Դավիթը աղջկա պատճառով ընկերոջ հետ կռիվ չեր անել։ Ոչ էլ անուն կկպցներ սրան նրան։ Բան չէ թիթիզանում։ Լավ, վերջացրինք։ Բոկոն, էդ էլ է բազար գնում։ Թող փախի մեր մեքենայից։ Խելա։ Սիմոն ջան, ես մի արկաղը չի տեղավորում։ Չի տեղավորում, պակրիչկեն հանի։ Ահա, ապրես։ Ամբողջ օրը պարապ քաշ եք գալիս։ Փոխանակ մեզերին օգնեք։ Բա դուք մարդ եք։ Բա դուք մարդ կդառնաք։ Բա դուք կոմունիզմ կառուցող եք։ Այդ տղա ինչ ես պլաճած նայում։ Քեզ Սիմոն, էլ եք բազար գնում։ Բա ո՞նց։ Տանենք, ծախենք, դուք էլ պետք է օգնեք։ Տանեք մեքենան լվանակ։ Դե գնացեք։ Գնացեք օգնեք։ Կօգնենք։ Մի քիչ էլ բարձրացի։ Վերևում ավելի հասած են։ Վայ, կյանքս կերար քնելի։ Այ, քալանեցին։ Այն մարդ քնի կատուները կլինեն էլի։ Հա, կատուները կլինեն։ Քերքում իսկ կատուներին տվեցուր ամբողջ կարողությունս։ Ոյ, ես տոնն։ Վարդուշանի փամփուշները հանել ես։ Վայ, Վարդուշ, Վարդուշ։ Այ, քեզ կլինի ասում եմ։ Իջիցած։
Կամաց ինչ ես աղջի պես դռնում, հարբռնի։ Դու այստեղ սպասի, ես հիմա գալիս եմ։ Բա մնացածը մենք չենք դնում։ Չէ, ով որ տանտից արչունի, նրանց ենք տալու։ Ախր ոչ մենք գնալ, ոչ էլ դուք։ Ոչինչ, մենք ուրիշներին ենք օգնում։ Մոտեցրու աստիճանը, մոտեցրու։ Էս են մրթոշինց տունն է, հետո ինչ։ Նրանք տանտից արն են։ Նրանց տանտը դեռ չի հասել։ Гости, кто хочет воду попить, спускайтесь. Прошу вас. Быстрее, быстрее. Давайте, вот. Молодцы. А что ты спросил? Здесь Мариджан, если человек отойду. Вартевар, о, дорогие товарищи. Сегодня у нас в Армении языческий праздник. Вартевар. Этот день все обливают друг друга. И вас тоже облили. Назад машину. Зарегили визит капокей. David, ein Katzimmer Taschnagales. Ein Anayteli. Վայ, ես ինչ ժողովուրդ եմ։ Ավարաներ։ Դպախեք, հաղեք եստեղից։
Վնասարարներ, դո վնասարարներ։ Երևանում հասկանում ես ջուրը ժամով են տալիս, իսկ կրանք աչ ու ծախ պատնում են վնասարարներ։ Ամոթ էր, 1000 ամոթ։ Երկում այսպիսի փոփոխություններ է կատարում, իսկ սրանք ջուրը պատնում են, թափում են, լցնում են։ Բարի լույս դես։ Բարև Դավիթ ջան, էտուր ես գնում այդ տղա, արեստա քլավաշից մի պատարկեր բալաջան։ Հա աղջի, լսել ես, Գոհարն ասում է թե գիշերս 7 կիլո տանձ են բերել իրենց տուն։ Համա թե ով է բերել, խաբար չի։ Ինչ տանձ աղջի, բա ասում էին թե ձմերու կա։ Ձմերու։ Մետ Մարֆոսի արածնա։ Անես մտահան չի արել պարավիկ։ Հա աղջի, Շուշանի տղի նշանածին տեսել ես, հայ։ Են քաղքից եկած, Խմորը թունցի, խմորը, քանի կրակը թեժ խմորը թունցի։ Ոսկա մեր մեջ մի բանի նման չի։ Նրան ուզողը չի։ Աղջի լսեցին, երեք գնացել էին քաղաք։ Բոլոր խանութները մանե մեկելու մի գրամ շաքար չեն կարողացել ճարել։ Ասում են շաքարը թանկանում է, սարել են խանութները։ Իսուտ կլնի, այ կնի, սուտ կլնի։ Ասեցին էլի, այս մեր ժողովրդի խասարաշկի։ Մարդս ռադիո լսել է, ասում է թե սուլա։ Идет ящик. Вот ящик. Вот что вот есть. Этого խնձորչի տանձա է տանձ նախագահի արածը Էսուր է գնում։ Մեծանաս կիմանաս։ Հոնի, ես էլ գամ էլի ձեզ հետ։ Բա որ արջը քեզ ուտի ինչ ենք անելու։ Չէ, չի ուտի։ Համել դες համար հոն կհավաքեմ։ Լավ, արի, շան ինչ է շալա կտարել։ Մարզվում եմ։ Ամեն օր գոնչոս ծանրանում եմ։ Իսկ ես մեկ էլի բարձրացնում եմ։ Որինչ։ Որ սասունցի դավթի նման ուժեղանամ։ Ուժեղանաս, հա։ Հլարի մի տեսնենք, դու ես ուժեղ թե բոկոնը։ Հիմա էլ դու իրան խփի։ Վեր կաց, շուտ արա։ Դավիթ, հիմա էլ դու, չվախենաս։ Խփի։ Հələ սասունցի դավթից տես։ Ամեն ինչ պարզ է։ Կողովները դու կբերես։ Բոկոն, գնացինք տուն։ Ուրա դանակս, ինչ արի։ Չգիտեմ։ Ես քեզ տվեցի։ Էդ երբ ես տվել։ Իզուր էլ սրան բերեցինք։ Գթեք, իմ գործը չի։ Շուտ արեք։ Դե արի ես անտառում դանակ գտի։ Ոչ մի տեղ չկա։ Լաստեղ արի, մեջքը ծառին կպցրի, շուտ արա։ Էս ինչ ես անում։ Քո գործը չի։ Ամբողջ գիշեր կմնաս ստեղ կհիշես։ Սիրտը կճակի գիշերն անտառում։ Բանել չի լինի, սրան Դավիթ կասեմ։ Բանել չի լինի, Դավիթն է։ Էքուց կգան քո հետևից, չվախենաս, բարի գիշեր։ Հաջո։ Մի քիչ կնստենք թփերի տակ, հետո կարծակենք, եթե մինչև այդ լեղաճակ չլինի։
արջը քեզ չկերավ։ Կերավ։ Դավիթ, ուզում ես այս կանոնը քեզ տանք։ Մենք էլի կհավաքենք։ Դե որ չես ուզում։ Պետք չի։ Այսպես ավարտվեց օլիմպիական չեմպիոն Յուրիկ Վարդանյանի համար մրցավեճ 1983-ը։ Մի րոպե հանգիստ չես մնում։ Էդ որտեղ է ձեռքերդ այդպես քերծը։ Հա։ Ծառին եմ քսվել։ Չմոռանանք, որ մեկ տարին աչ կարողացավ մարզվել ոտքի լուրջ վնասվածքի պատճառով։ Ընդամենը երկամսյա մարզումներ եւ աշխարհի նոր ռեկորդ։ Այդպես հազվադեպ է լինում, բայց լինում է տաղանդավոր մարզումներում։ Մամ, դա ճիշտ է, որ մարդ վախից ուժեղանում է։ Երևի։ Արդար բան չի։ Ստացվում է, որ քաջ մարդու ուժը չի ավելանում, իսկ վախկոտին ավելանում է։ Որ սևեռված են քեզ, Ուրեմն մարդ ինչքան վախկոտ այնքան ուժեղ։ Երբեմն քաջ մարդն էլ է վախենում։ անում են, որ սա Ճիշտ։ յուրաքանչյուր փոփոխություն։ Մամ, ես իսկականից նման եմ Սասունցի Դավթին։ Երբ ծնվեցիր, այնքան նման է, ոնց որ կիսած խնձոր։ Ձեզ է փոխանցվում նրանց սրտերի քրտիրը, Ես ու հայրդ էլ տեղն ու տեղը անունը դրեցինք Դավիթ։ Ես ասում եմ, բայց ինձ չեն հավատում։ Ոչինչ։ նաև Կմեծանաս բոլորն էլ կհավատան։ Մամ, Սասունցի Դավիթը կարդա, հա։ Պարկ իր ուշ է։ Լավ էլի։ Հո փոքր երեխա չես, որ քեզ ամեն օր հեքիաթներով քնացնեմ։ Դա հեքիաթ չի։ Դե լավ, պարկի։ Մամ, Դավթի ու Մսրամերիքի կռիվը։ Ինչպես գարնան ամպ գորգորա, երկինք պորտկած, ինչպես երկրաշարժ մի զարկի, երկիր պորտկած, թոզ ու դուման, երկինք երկիր բռնեց, արեգական երեսն առավ, իրեք ցերեկ, իրեք գիշեր, էդ թոզ կանգնեց Դավթի վերա, մելիք ասաց, մեռավ Դավիթ, հող էր Դավիթ, հող դարձուցի։ Մրավ Դավիթ, հողեր հող դարձուցի։ Դավթին տեսար։ Մելիք, ես դեռ կենթանի եմ։ Դու քո դարբեն պրծար հերթն ինձ հասավ։ Դավիթ, մեկն երթամ։ Չէ, դու ուր տերթաս։ Հերթն իմն է, աշխարհ զորով է թե հերթով։ Դավիթ, ես կենեգը խնդրվիմ, օղտը ժամանակ տուր ինձ, երտամ վրանի տակ պարգիմ, դու կաս ինձի զարգես։ Գնա պարկե։
Քաշ մեքսներ։ Դավիթ, Քաշ։ Դավիթ, չհավատաս դրան։ Մելիքը համ խորամանկ է, համ էլ խարդախ։ Նա կմտնի վրանի տակ 40 ջախցի քարք քաշի վրան ու 40 գոմշի կաշի, որ գլուխն ազատի քո թրի զարկից։ Էդ դու ուրկից գիտես։ Սասնածռերը ծերից ծեր անգիր եմ արել։ Ապրես Դավիթ ջան, համա իմ զարկեն օրեն տեղել կառնի։ Հեյ! Դավիթ! Դավիթ! Ոտքեր ուտար, մելիքին դղենի Դավիթ ջան, իմ խաթր, էտա մեկ զարկ, ինձի բաշխի։ Դավիթ, Մարե, ինչի դու չուր հիմիկ, որ մելիքի զարկ ու գար մեջ իմ գլխուն, մեկ մել չասիր, մելիք, զարկն էլ ինձի բախշե։ Դավիթ, ծեր կին է։ Արի ես մի զարկը իրեն բախշենք։ Համել մեր հարևան Գոհար տատիկին է նման։ Քո սիրտ բարի Դավիթ ջան, թող քո ասած նեղնի։ Մարե, ես մեզ զարկ քո խաթեր։ Այ Դավիթ, ներնիմ քեզի։ Գնա շուտ Դավիթի ոտերն ընգի, աղաչի, որ խնայի մելիքին, գնա։ Ես քեզ շատ եմ գրկել, պահեր, խաղցուցեր եմ, էդ ամեկ թուրն էլ ինձի բախշե։ Ես մեզ զարկն էլ քո խաթեր։ Մնաց մեզ զարկ, մեկ աստված մեկ ես, յակը սպանեմ, յակը թողամ։ Մարե, Ինչ է, Մարե, ինչ եղավ։ Դավիթ երկրորդ զարկի ինձի բախշե։ Վայ, շուտ թմբուկ զարկեք, փողեր փչեք, նվագեք, խաղացեք, խորոտ խաղացեք, Դավիթ հազապ տղա է, գիրիշկա ձեզ վրա թույլ կզարկի, իմ մելիք չի սպանի, խաղացեք իմ հուրի պերիներ, օ կրմուհի, կանչիր աստվածներիդ, աղոթիր, վերջին հույսս դու ես, փրկիր իմ մելիքին, աղոթիր։ Այ հիմա կտեսնես։ Յամանութաբար ծրիկ աստվածածին, յախաչ պատերազմին, ինչ վերի մաշթևին, հեյ ջալալի։ Չնայես դրանց, քեզ կգաղատեն, չնայես։
Պապ, ուր ես գնում։ Երևան, տղա ջան։ Վաղը ետ կգամ։ Ինձ էլ հետդ տարելի, ախր ոչ մի անգամ չեմ եղել Երևանում։ Չեմ կարող, Դավիթ։ Գործեր շատ ունեմ։ Թող մնա մի ուրիշ անգամ։ Դու ինձ խոստացել էիր արձակուրդներին տանել Երևան եւ ցույց տալ Սասունցի Դավթի արձանը։ Դավիթ ջան, սեպտեմբերին անպայման կգնանք։ Սեպտեմբերին դասերը կսկսվեն ու էլի ոչ միտեղ չեն գնա։ Հեյ! Հեյ, Ջալալի! Հեյ! Հեյ, Ջալալի! Տոն ա գնում։ Ես հիմա։ Էս իրա պապանա։ Ոյ, Արտուրան այդի։ Վերցրու մեր այգուց է։ Սա քեզ Արմենը տվեց։ Մնաս բարով, Դավիթ, որ Երևան գաս, արի մեզ մոտ հյուր։ Երևան գնաց։ Արի մենք էլ գնանք Երևան։ Իրիկունն էլի հետ կգանք։ Ված չի լինի։ Համել ենտեղ Սասուցի Դավթին կտեսնենք։ Թե որ ուզենանք, գիշերը կարող ենք գնալ քնել իմ հորքուրիս տանը։ Ես գիշերը գնալու եմ դեղց քաղելու։ Առավոտը կհանդիպենք Բերթի մոտ։ Հա։ Գնացինք։ Շուտվանից ես տեղ։ Չէ, նոր եմ եկել։ Էդ ինչ է, տրամադրություն չունես։ Ունեմ։ Էդպես ես գալու։ Գիտես ինչ, արի այսօր չգնանք։ Այսօր չգնանք։ Ինչու։ Մի քիչ ուշ է մինչև տեղ հասնենք։ Համել Ղաջան ասեց, որ իժեղ ցարտան լինելու։ Ինչ ցրտեր։ Ես ինչ որ ցիկլոն է գալու։ Ճապոնիայից։ Դու էլ բան ասիր։ Մինչև մեզ ասնի մենք 10 անգամ Երևան կգնանք ու ետ կգանք։ Համել Հայաստանն է։ Դե այդպես ասեիր էլի։ Փչում ես, ոչ մի տեղ էլ չես գնա։ Ես չեմ գնա։ Դու։ Հալա կտեսնենք ցիկլոն։ Հա։ Քիչ մնաց մոռանայի։ Քեզ համար էի վերցրել։ Չէ, պետք չի։ Վերցրու, հետախույս։ Կարմիր քարի մոտով գնա, կամ ինքն այդպես ավելի մոտ է։ Լավ։ Դավիթ։ Դավիթ։ Ուզում ես, ես կգամ քեզ հետ։ Համել հաց ու պանիր եմ վերցրել։ Գինարմատը պետք է տանը նստի։ Այդ դեպքում
կարելի է ես քեզ սպասեմ։ Կարելի է։ Ուր ես գնում այդ տղա։ Ես Ոչ է ես։ Երևան, Ուր։ Երևան, Յո։ Որտեղից ես։ Երևանցի։ Երևանցի։ Հասկանալի է։ Երևի ծնողներդ էլ ճամփին ես կորցրել, հա։ Հա։ Հələ մի տրինստի։ Շուտարա։ Երևանցի։ Ախր որ մեղքից համար։ Հարևանները անում մտնում են անբան հուրի։ Ինչ մերնա, աղջկանը կովեր։ Քերի Ղազարիմ Դավիթ ինչ ես տեսել։ Համ խճուճը հանով, ձևով, կարով։ Գոհար մայրիկ, իմ Դավիթ ինչ ես տեսել։ Չէ, ես ինչ ապատա։ Գորել է։ Յա, գորելա, հլա մի Սիրանուշին հարցրու։ Կարող է իմանա հարցրու։ Սիրանուշ մայրիկ, իմ Դավիթ ինչ ես տեսել։ Տելևիզորով։ Մարկոս ապի, իմ Դավիթ ինչ ես տեսել։ Ծովինար ջան, ես իմ թորներին շատ եմ տեսնում, որ քո Դավիթին տեսնում։ Վարդան։ Բա Դավիթն ուր է։ Չգիտեմ։ Ոնց թե չգիտես։ Ոնց թե չգիտես։ Բա դուք միասին տեղ չէի գնալու։ Չէ, Բա սա ինչ է։ ես չգնացի։ Ոտքով 150 կիլոմետր ճամփա էիք կտրելու։ Հերս ասում եմ ինչով Երևան 2 քայլ է։ Ինչ էիք կորցրել այդ Երևանում։ Հե, չուզում ենք ման գալ, համես ասացի Դավթին տեսնել։ Դավիթը երբ է գնացել։ Չեմ ասի։ Վարդան տղա։ Էս աղավատ։ Վազի հորդ մոտ, ասա թող շուտ մեքենայով գա։ Վազի։
Բարև Ռազմիջան։ Բարև Ստուջան։ Շուտ արա, իջի։ Արագացրու։ Արագացրու։ Շուտ։ Սեթո ջան, էսում ես բերես, Սեթո։ Բարև Եղիշյան։ Համզաչի ման տեղում է։ Հա։ Անցինես, արագացրու։ Մեկին էլ բերեցի։ Հմոր ասեմ չես հավատա։ Այս մարդը Երևանում դուսել ես բստելու ու հանգարց պատաբար հայտնվել է մեր կողմերում։ Լսի, հլո սրան դայի։ Пошли! Отпусти! Прошу тебя, пойдем со мной, говорю! Ուզում ես խապի։ Չհասկացա։ Ես կերեմ։ Արդու գերի։ Ես կնամ մադամը սարկետամ։ Բժիշկին սպասում է, սաղ չեր չեպ կնել։ Յա։ Ապեր։ Առաջ անգամ ես փախչում։ Չէ, ես չեմ փախել։ Թե ուզում ես։ Չէ, չեմ ուզում։ Դե բուրգի վերցրու։ Չէ։ Վերցրու։ Հələ երկար ես սպասելու։ Շնորհակալություն։ Իսկ ես արդեն երրորդ անգամ եմ փախչում։ Բայց բախտս չի բերում։ Բռնում են։ Էդ ուր է ծլկում։ Հա։ Իսկի սրան չասեցի, ուրումնաց քեզ ասեմ։ Խորհուրդ եմ տալել դու էլ չասես։ Թե չէ դեռ չփախած կբռնեն։ Չէ, չեմ ասի։ Ապե։ Ուշադիր լսի։ Որ ուզենաս, հենց իմ էլ կցվրվես։ Ոնց ցվրվեմ։ Փախի քանի կինոն չի բրծել։ Բա դու։ Ես վարիանտ չունեմ, հորս իմաց են տվել, գալիս է։ Դու ջղի։ Ջղի։ Ալա, ես քո նամար։ Стой! Стрелять буду! В моей голове возникла полуфантастическая идея. Только я прошу, не падай со стула. Любопытно. Сегодня в полицейском участке дежурит рус. Համզաչմանյան։ Էլի կինո ես նայում։ Այո։ Ոչ, երեխաներին եմ զբաղեցնում։ Արտասանում ենք, վարում ենք, երգում ենք, քերին եկավ մեր բակը, դոլոլո մեր բակը, լիքը, վայ, ուրա։ Հա? Мистер Джентльмен, арестованный сбежал. Հախա։ Հոջայան, Սպասեք, կանգնեք, վարունգները թափեցին։ Ասլիկ ջան գնա հավաքի։ Որ այդքան գոռում էի չէիք լսում։ Չէ։ Майор Баграт! Էլա, ստեսին դես։
Շնորհակալություն։ Տեսություն։ Բարով գնաց տղա ջան։ Այսքան ժողովրդի մեջ մարդ կգտնես։ Վայ թե մենք էլ գոչ ենք։ Բաբ, գիտես, հաստատ սասունցի դավթի արձանի մոտա։ Հա, գնացինք։ Անունդ ինչ է։ Դավիթ Սասնադավթի պատվին։ Յա։ Ուրեմն դու էլ նրա նման չոբան ես դառնալու, հա։ Չէ։ Բանա չոբան է, չէ։ Միամի չոբան։ Հիշում ես ոնց գելու գազան խառնեց ընտանի կենթանիների հետ, վայ ես դրա։ Հիշում եմ։ Դե հիմա ես չէ դու ասա ախտե ջան։ Բա դա անելու բան էր։ Դավիթն այնքան քաջություն է արել։ Նասրա Մելիքին է հաղթել։ Գելու գազաններին է բաց թողել։ Հենց այդ գազաններն էլ եկան ու ուզածի չափ մարդ կերան։ Մերս այդ մասին բան չի պատմել։ Հա, բան չի պատմել, որ դու չտխրես, բայց դե դու արդեն մեծ տղա ես ու լավ էլ հասկանում ես, թե ինչ կլիներ, որ գելու գազան իրենց քեֆի համար արխային գյուղում մանգայի։ Դավթի նման ուժեղ, բարի ազնիվ, Չգիտեմ, ես նրա մասին ուրիշ բաներ եմ լսել։ Ոստ է։ Բա, ուրեմն դուրս է գալիս, որ անունի կողմից բախտը չի բերել, էլի։ Համա շատ դարդ մի անի, անունդ կփոխես ու վերջ։ Կանգնացրու ավտոն։ Կանգնացրու ասում եմ։ Յա, այ տղա չլինի թե նեղացար։ Մինայի, գիտես ով է։ Տղաս է։ Անունն էլ գիտես ինչ է։ Աշխարհի ամենալավ անունը։ Դավիթ։ Տեսար ձեր չարությունները ինչի հասցրեց։ Արամ! Արամ! Սովիկ ինչ է պատահել։ Հանգստացիր ինչ է եղել։ Հա։ Դավիթն ա կորել։ Մի րոպեում, մտնենք, բան եմ խոստացել։ Արիստեղ, արի։ Ես ում տունն է։ Կս, ընկերոչս տունն է։ Այ տղա Արշակ։ Արշակ, այ։ Այ տղա, ինչ կան գալիս եմ ես մեքենան քչփորում ես։ Դո բա երբ ես քշելու, հա։ Ախպեր ջան, ես ասածս հաստատ բերել ես, հա։ Բարով այլես։ Այ ապրես Ռուբո ջան։ Էս հալալա քեզ ախպեր ջան, հալալա։ Այս ինչ է ցանը։ Մոտ արի Դավիթ ջան։ Էս ով է։ Դավիթն է։ Պետական գործերով գնում է Երևան, տանողն էլ ես եմ։ Բարև Մալիկ ջան։ Բայց որ լսի մի բան տասուտելու չէ, հավատա չենք նեղա։ Բա ոնց։ Վայ, էսում եմ տեսնում Ռուբիկ ջան։ Շողի ջան, սեղանը գցի, սեղանը։ Աչքիս վրա, վերև բարձացեք, ինչու եք կանգնել։ Գնանք վերև։ Մալիկ ջան, դու գնա տղայիս հետ մի քիչ խաղարա, մի չեմ հենկանք։ Եղա Մալիկ ջան։ Ճիշտ ասում։ Գնա Դավիթ ջան, գնա խաղարա։ Ռուբիկ ջան, վերև բարձացի, գալիս է։ Եղա։ Էս որտեղից։ Հերս է բռնել։ Ինչի։ Շուտով ծննդյան է, պիտի մորթենք։ Մորթելու եք։ Ըհը։ Հաց ուտում է։ Հա։ Երեխաներ, վերև բարձացեք։ Լավ, գնանք, թե չէ չի ուտի։ Գալիս եմ։ Կեր։ Ռուբիկ ջան, սրանից չես խմել։ Մաքուր, անարատ, 10 տարվա։ Մի բաժակ պիտի խմենք, Ռուբո ջան։ Պաստանավլենից հետո ոչ մի կաթիլ։ Փախիր քեզ ասում եմ, փախիր։ Հա։ Դու հիմարի գլուխ ախր քեզ մորթելու են դե, փախիր։
Ռուբոջան, բարով տեսանք։ Ես քեզ Արշակ ջան։ Նուրիկ ջան, լսնեմ քեզ էլ։ Հա, շովիկ լավ հիշեցի։ Հա, ասա Ռուբիկ ջան։ Այս ձեր կարի մեքենան Հա։ գարանտինի սրոք ունի, գիտես։ Յա։ Այս որ փչանա կարանք տանենք Վայ, փոխենք, ինչ լավ է։ Յա։ Արի, Դավիթ ջան, Այնստի հացի։ հերոսը ճաշից չի ուշանում։ Մոտիկ արի։ Սոված փորով հերոս չես դառնա։ Արի, արի բալիկ ջան։ Արի նստիր։ Ես քարայցին բաց թողեցի։ Ինչ։ Ինչ քարա։ Վայ։ Չես ով ասես բաց թողնես։ Հանգստացի Արշակ ջան, չեղավ։ Դավիթ ջան, ինչ քարայց։ Այո, քեզ ով ասես Դու բաց ես, թողնես։ դու սոմ այդ ջան, ով թողեց քեզ քարայցի մոտ, ասա տեսնեմ։ Դու ինչ է կերախում վրա տմեն։ Եղածը մի էջի վաղը 5 հատ կբերեմ։ Դու ես չի քարայցած, սարուդոր ընկած հազի բռնեցի։ Ձեռայ, ես ձեռայ, ես քանի։ Արքես։ Երար։ Սարան տեսեք հլա։ Այ ես քո։ Ոսի դու ձեռս կրեցնա։ Էսի չեմ անելու։ Այ տղա, ճիշտ որ սասունցի Դավիթն ես, ապրես։ Յա, դու ես անտայնը մինչև դեմը չի պարասնում, մատորը չի աշխատում։ Ապրես Ռուբեն ջան, ուբա։ Այ հիմա կգնա։ Ես էլ Երևան եմ, ինչ քաղաք է։ Հենց որ ձեր տունը տեսնես կասես, մինչև վերջի հարկներ բարձրացնեմ, եղավ։ Եղավ։
Բարև ձեզ։ Ներեցեք, դուք այստեղ մի տղա երեխա չեք տեսել, այսպես գանգուր մազերով կողքից պայուսակ է կախած, սև աչքերով, տղաս է կորել։ Չեմ տեսել։ Իսկ ում կարող եմ դիմել, չեք ասի։ Այսպես ուղի գնացեք, թեքվեք աջ, այնտեղ միլիցիայի բաժանմունք կա։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հա, ինչ ասեց։ Ինքը որտեղից իմանա, քշի ուղիղ այստեղ մտիկ միլիցիայի բաժանմունք կա։ Այնտեղ մի բան կիմանանք։ Մեր տունը կանգնեք։ Էստեղ է։ Հա։ Դե հաջողություն, Դավիթ ջան, միշտ այդպես քաջ եղիր։ Շնորհակալություն, բարի ճանապարհ։ Շնորհքով մնաս, Դավիթ ջան։ Ասա տանը մնայր էլի։ Ես է շատ եմ խնդրում։ Գտեք երեխայիս։ Նա իմ միակն է։ Տիկին, մի հուզվեք, մի անհանգստացեք։ Անցեք նստեք։ Ամեն ինչ լավ կլինի։ Դագիկ, տար կպցրու։ Կապիտան Հակոբյանը լսում է։ Ընկեր կապիտան, զեկուցում է 5-րդը։ Բաքվի փողոցի վրա հանդիպում սրճարանի մոտ մի քաղաքացի կյանքս գիրավ։ Ասում է ինձ տարեք վիտրիզ վիծեր։ Ես էլ բացատրում եմ, որ այն ընկեր։ Ախր մեզ մոտ վիտրիզ վիծերներ չկան։ Ախր խմածել չի է։ Ինչ անեմ։ Բա ես ինչ անեմ։ Տար ձեր տուն։ Ինչ անեմ։
Դու ժամանակին եկար, Դավիթ։ Ինձի խաբար արին, որ Ջորջ Դև եկել։ Քարմի դրել աղբրի վերան։ Ջուր դատրել։ Հան դու պարտես թողեց ծարավ։ Երթանք է Դև զարկենք։ Կգաս։ Կգամ։ Մեր հող քաջերի հող է։ Դավիթ ջան, Յամալութաբարձրիկ ասվածածին, Յախաչ պատերազմին, ինչ վերի մաչ թևին, հեյ, Ջալալի։ Օտարի։ Քուրես բռնե։ Դու ինձի։ Դավիթ, ես լույս եմ տեսնում։ Ուրեմն Դևի որջին ենք մոտենում։ Հեյ! Դև! Բավ եկենես, քեզ հետ եմ! Դև! Թե մահ չունես, մահ եմ բերել! Ելտի կրվենք! Կրվել ես ուզում։ Կրվենք։ Դավիթ, զգուշ։ Զգուշ, Դավիթ, զգուշ, խփեց։ Դավիթ, ազնիվ խոսք։ Էլ չեմ անիր։ Ազնիվ տևի խոսք։ Ես էլ մեր զուլալ աղբոր, մեր ծարավ հանդերի փրկիչ։ Օգներ ինձ, Դավիթ։
կյանք կծնվի։ Հա, Դավիթ ջան, բայց մենք դեռ շատ բան ունենք անելու։ Խուլիգաններից փրկություն չկա։ Տես, բալիկս, եթե գամաները չսովորես, սա ճանապարհով կգնաս։ Ծնողներ չունի, ինչ է բարձրացել այդտեղ։ Զորություն զարթնեց։ Տղա ջան, չշարժվես։ Մենք քեզ հիմա կիջստենք, եղավ։ Ապրես, հետ գրացեք։ Կապիտան Հակոբյանը լսում է։ Ինքեր կապիտան, սասունցի դաթյարստանի վրա հայտնաբերել ենք միան հայտ երեխա, հայտնում եմ արտաքին տվյալները։ Անդրավարտիկը մոխրագույն, վերնաշապիկը վանդակավոր, ոտքերին սանդալներ։ Շատ եմ խնդրում իմացեք երեխայի անունն ինչ է։ Միանանք ստացեք տիկին, հիմա ամեն ինչ կբարձենք։ Այդ տղա քեզ հետ չեմ։ Սերոբ, մի իմացիր այդ երեխայի անունն ինչ է։ Սում եմ ինքեր կապիտան։ Փոքրիկս, անունդ ինչ է։ Դավիթ։ Ես քեզ ո՞ւր եմ հարցնում։ Դավիթ։ Ինքեր կապիտան, ասում է անունս Դավիթ է։ Ասում է անունս Դավիթ է։ Դավիթ։ Մեր Դավիթն է։ Վարդա դեպոտի տակ մի ինքը շուշուտ ասի։ Սերոբ, ինձ լսիր։ Երեխային այդտեղ զբաղեցրու մինչև մերոնք հասնեն։ Հասկացար։ Սում եմ ինքեր կապիտան։ Փոքրիկս, ինչի համար ես բարձրացել արցանի վրա։ Ինչ նպատակով։ Ես չգիտես։ Տարօրինակ երեխա է։ Երևի տեղացի չի։ Արցանի վրա բարձրանալ չի կարելի անկապլակության վայրին։ Երևի քնելու տեղ չի ունեցել։ Կաչկատանից է փախել։ Բա որ հանկարծ արթանից վայր ընկներ։ Խեղճ երեխա, լավ է չի երևի։ Ինչ լավ տղա է։ Ահավասիկ, ժամանակակից երիտասարդությունը նախ արձանների վրա են նստում, հետո էլ ծնողների վզին։ Իսկ ես երջանի կլնեի նման մի տղա ունենա։ Այ ընկերներ ջան, այ համաքաղաքացիներ ջան, ինչ է արցան չեք տեսել, մեր Դավիթն էլի, իր ածիու վրա էլ մի ուրիշ Դավիթ է նստած, խնդրում եմ ազատեք հրապարակը, երեխային օգնություն ցույց տալու կապակցությամբ աշխատանքներ են կատարվելու, հետ գրասեք, հետ գրասեք, Մի րոպե ճանապարհ տվեք։ հետ գրասեք, Ճանապարհ տվեք, մի րոպե, շատ եմ խնդրում, թույլ տվեք անցնել։ Ճանապարհ տվեք, այ Վարդան ջան, մոտարի։ Ես քեզ տանը խոսեմ։ Խնդրում եմ չխոսեք, դա կամակավարժական է, չգիտեք։ Վարդան ջան, այստեղ կամ։ Դավիթ, ես էլ եմ այստեղ։ Ինչ է խոսում։ Այդ բոլորը քո հեքիաթներն են, տեսար։ Այ, դու ինչ ես ոգևորվել։ Ես եղած գլխի ընկա, թե դու որտեղ կլնես։ Այդ հրաշեջ մեքենան հատուկ քեզ համար էր եկել։ Շուշմելու է։ Բայց չի չբախցար։ Որ հանկարծակի ընկներ։ Չի ընկնի։ Մարտիման այդ ինչ եք խոսում։ Երևի նոր խաղ են ուզում խաղալ գլխներից։ Վերջ այդ խաղերին։ Երեխայի գլուխը հեքիաթներով ես լցրել։ Էլ ոչ մի Սասունցի Դավիթ, ոչ մի Հերկուլես։ Ու նման ցնդած բաներ։ Թող տանը նստի դասերը սովորի։ Ես նրա տարիքում ես ինչ գործեր եմ։ Դավիթ! 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 Ինչ պատահեց։ Դավիթ, սպասի։ Դավիթ, դուր։ Այ տղա։ Դավիթ! Այ տղա ուր։ Դավիթ։ Դավիթ! Դավիթ։ Դավիթ!